Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, այսօր ներսում գարնանային շնչով լի մի երեկո է, որտեղ կանոնի լալերը կհնչեն սիրո պատմություններով, շուտով նա կչափի ձեր տրամադրությունը իր կանոնով, Բելլա Պապիկյան, և հիմա դիմավորեք Ներսարի շոուի անփոխարինելի հաղորդավար Ներսես Ավետիսյան։ Բարի երեկո եւ բարի գալուս Ներսարի գիշերային շոուի տիրույթ Ժորժան Գարոնը եկել է Երևան։ Ծառերը ծաղկել են, փողոցները լցվել են սիրահարզույքերով, իսկ մենք ներսում պատրաստ ենք ձեզ համար ստեղծել գարնանային հեքիաթ։ Եվ իհարկե ողջունենք մեր գիշերային շոուի անփոխարինելի նվագախմբին Ռուսլայնի գլխավորությամբ։ Տղեկ, բարի երեկո, շնորհակալ եմ, որ կրկին ինձ հետ եք։ Հուսամ լավ եք, ամեն ինչ լավ է։ Վահե Նոր երգեր, նոր սինգլներ, ինչ է սպասվում 25 թվականին մարդկանց, ովքեր սիրում են քո ֆանտաստիկ կատարումները։ Իրականում հա ունի մի հատ դեռ փոքր բան է, այսինքն ինքը աշխատանքի փուլում է։ Չգիտեմ պետք է արդյոք շատ բացեմ բաղակաձեր թե չէ, բայց ինձ թվա որ գրել եմ ինչ որ երգ, որ նոր շատ մեծ տարիքային աուդիտորիա կներառե։ Հեղինակային երգ։ Այո, բառերի ու վոկալ մոտիվի հեղինակը ես եմ, դեն մնացածն էլ։ Ամռանը կլսենք։ Հա, հավանաբար մեծ հավանականությամբ։ Կվայելենք ուրեմն, սպասում ենք նոր աշխատանքի, նոր ստեղծագործության։ Շնորհակալություն մի անգամ էլ որ ներսում եք, իսկ հիմա շտապենք դեպի բար։ Գնացինք։ Ասում են կյանքը կոնյակի պես է, որքան երկար թողնես, այնքան հագեցած ու ազնիվ կդառնա, եւ հենց այդպիսին է Վիենդեմ կոնյակը։ Ուրեմն այս շշի մեջ տարիներ են, համբերություն, խաղողի արևն ու բարպետի ձեռքը։ Վիենդեմը կոնյակ է նրանց համար, ովքեր գնահատում են վայելքը։ 7 կամ 10 տարով հասունացած կոնյակ, որը խոսում է առանց աղմուկի, բայց գոհունակության մռմռոցով։ Սավում է լեզվով, տաքացնում է հոգիդ ու հիշեցնում հպարտանալու բան ունես։ Ամեն կումը շքեղություն է, ամեն շիշը պատմություն։ Եվ եթե դու էլ կյանքումդ հասել ես մի կետի, որտեղ ուզում ես նշել քո փոքր կամ մեծ հաղթանակը, մի փնտրիր հատուկ առիթ։ Առիթը հենց այն պահն է, երբ շիշը բացվում է։ Վիենդեմ կոնյակի շիշը։ Այս գարնանային երեկո առաջարկում եմ պատրաստել մի հատուկ կոկտեյլ, որն անվանել ենք գարնանային մեղեդի։ Հիմա ձեզ կասեմ կոկտեյլի բաղադրատոմսը։ Եվ այսպես գարնանային մեղեդիի համար ձեզ պետք է Վիենդեմ 10 տարվա կոնյակ, 50 մլ, քանի որ ես ունեմ գեղեցկուի հյուր, ես կպատրաստեմ 2-իս համար, կլցնեմ 100 մլ ուրեմն կոնյակ, 10 տարեկան Վիենդեմ։ Կավելացնենք ապերոլ, 50 մլ այս դեպքում 2 հոգու համար եմ պատրաստում, կդառնա 100։ Դուք տանը պատրաստելիս այս իզի միքսերի դեպքում բազմապատկեք ըստ մարդկանց քանակի, քանի հոգու համար որ պիտի պատրաստեք, անգամ 50։ Ահա, ապերոլը եւս լցված է, հասանք նարնջի հյութին, 30 մլ նարնջի հյութ, նույն լոգիկայով շարունակում ենք, ես լցնում եմ 60 մլ։ Ահա, նարինջը եւս լցված է, մեղրի օշարակ 10 մլ։ Ես կլցնեմ 20-ը։ Ահա, մեղրի օշարակը եւս ավելացված է, ու վերջում մեզ պետք է սառույց, սառույցը ես արդեն լցրել էի ուրեմն խառնիչի մեջ։ Լավ խառնում ենք։ Ձևավորման համար այստեղ մենք օգտագործել ենք նարինջ, նարնջի կեղև ու ելակ եւ 2 սառույցի կտոր։ Հիմա տեսնենք ինչ կստացվի։ Շքեղ։ Շքեղ։ Ընդամենը 3 րոպեեր ինձ պետք եւ շատ քիչ բաղադրիչներ, որպեսզի ես ֆանտաստիկ ու շքեղ կոկտեյլները պատրաստ լինեն Վիենդեմ կոնյակի հիմքով, այնպես որ դուք եւս կարող եք միանալ
այս ֆանտաստիկ արարողությանը տանը ներսարին դիտելիս, իսկ հիմա ես հայտարարում եմ կարճ դադար, մի հեռացեք, քանի որ դադարից հետո մեզ կմիանա մեր այսօրվա հյուրը կանոնահարուհի Բելլա Պապիկյանը, մնացեք ներսում։ The fallen leaves are red and gold. I see your leaves. The summer. Դաթարից հետո կհյուրընկալենք Բելլա Պապիկյանին, ով մեզ կպատմի իր երաժշտական ուղու մասին եւ կնվագի մեզ համար։ Բաց մի թողեք։ I lose control when you're not next to me. I'm falling apart right in front of you. Can you see? I lose control when you're not here with me. I'm falling apart, baby. You're not coming. Բարի վերադարձ ելի հեռուստադիտող։ Գիշերային շոուն շարունակվում է ու գիտեք ես ինչն եմ ամենաշատը սիրում, որ լրատվական հոսքի մեջ մեկ էլ մի շատ սիրուն ու ջերմացնող նորություն ես գտնում։ Օրինակ Բելլա Պապիկյանի եւ աշխարհահռչակ թավջութակահար Հաուսերի համատեղ կատարումները։ Դրանք լայն արձագանք են գտել սոցիալական ցանցերում եւ այսօր հնարավորություն կունենանք լսել Բելլայի կենթանի կատարումը հենց մեր բեմում։ Եվ հիմա ներսում կհյուրընկալենք մի տաղանդավոր երաժշտի Բելլա Պապիկյանին։ Ներս արի։ If the world was ending, I wanna be next to you. If the body was over and our time on earth was through, I wanna hold you just for a while and die with a smile. If the world was ending, I wanna be next to you. Բելլա, բարի երեկո, բարի գալուստ ներս, բարի վերադարձ Հայաստան։ Շնորհակալություն։ Շատ ուրախ եմ քեզ տեսնել ներսում ու շնորհակալ եմ, որ այստեղ ես ոնց է։ Շատ լավ, դուք ինչպես եք։ Շատ լավ եմ։ Բելլա, սկզբից սկսենք, հա, արի հասկանանք ոնց սկսվեց ամեն ինչը քո եւ կանոնի սերն ու պատմությունը։ Երկար պատմությունը, իրականում ընտանիքում երաժիշտներ ունենք, հայրս է երաժիշտ, նաև եղբայրս։ Այսպես ասած, արյան մեջ է այդ ամեն ինչը, երբ որ փոքր էի, ուզում էի դաշնամուր նվագել, բայց ծնողները համոզեցին, որ ավելի լավ է կանոն նվագել, որի շնորհիվ նաև դաշնամուր կնվագես, ու այդպես ես որոշեցի դառնալ կանոնահարուհի։ Ահա։ Ճանապարհը դժվար էր ու երկար, բայց երբ որ մարդ նպատակասլաց է լինում, միշտ հասնում է այն ամեն ինչ որ ուզում է։ Խոսենք արտերկրում անցած ճանապարհի մասին, որտեղ վստահ եմ շատ դժվար է, մենակ շատ սիրուն աղջիկ վերցնում է իր կանոնը, գնում է Դուբայ ու որոշում է, որ ինքը պիտի լինի Դուբայի առաջին կանոնահարուհին, օֆիցիալ այնտեղ գործունեություն ծավալող։ Այ այս երբ եղավ, որտեղ ես հիշում եմ, մենք ուսանող տարիներին հանդիպում էինք Երևանում, տեսնում էինք իրար, ճանաչում էինք, հետո մեկ էլ ես տեսա, որ Բելլան արդեն Դուբայում է, մեկ էլ տեսնում եմ Հաուսերի հետ արդեն տեսանյութերը, գանք ըստ հերթականության։ Ոնց հայտնվեցիր Դուբայում, ոնց որոշեցիր։ Կոնսերվատորիան ավարտեցի ու ավարտելուց հետո մեկ տարի ես ոնց այսպես ասած ֆնտրտուկների մեջ էի, որտեղ կարող եմ ինձ գտնել ու հրավեր ստացա Դուբայից, որպեսզի նվագեմ Դուբայ օպերայում մոտ 1 ամիս իրենց տոնի Ռամադան տոնի շրջանակներում ու իհարկե մի անգամ համաձայնեցի ու ինձ համար կյանքի այսպես ասած ճանապարհ բացած այս ծրագիրը մոտ 1 ամիս նվագելուց հետո այն մարդիկ ովքեր որ ինձ հրավիրել էին եւ մի քանի անգամ հրավիրում էին Դուբայ, որից հետո ես արդեն սիրահարված այդ քաղաքին, միջավայրին, որտեղ կարող եմ ես իսկապես ցույց տալ իմ տաղանդը, որոշեցի տեղափոխվել Դուբայ։ Իհարկե սկիզբը շատ բարդ էր, ինձ թվում է ոչ մեկից կյանքում ամեն ինչ իդեալական չի լինում, ինչքան էլ որ դա թվում է էկրանից այն կողմ, մի քիչ բարդ էր ամեն ինչ, բայց մենք հասանք այնտեղ որտեղ հասանք, այո։ Իսկ Հաուզերին հետ հանդիպումը ինչպես ստացվեց։ Բոլոր արտիստներից մոտ մեկ-մեկ լինում է, չէ՞, ինչ որ մոտիվացիոն կրիզիս, երբ որ չգիտես ինչ ես ուզում անել, ինչպես ստեղծել, այո, անկում էր ինձ մոտ մոտիվացիոն ու
այդ ժամանակ ես տեսնում եմ, որ Հաուզերը Դուբայում է։ Եվ ինձ մոտ միտք առաջանում գրել իրեն, եթե ստացվի, եթե չէ, աշխարհի վերջի։ Instagram-ով Instagram-ով ուղղակի գրել նամակ։ Wow. Մոտ 1 ժամ անց ստանում եմ պատասխանը, որ Wow. Հաուզերը հավանել է միտքը եւ ուզում է որ մենք միասին նվագենք ու ես եմ ընտրում թե ինչ մեղեդի ենք նվագելու միասին։ Ֆանտաստիկ։ Ամեն ինչ հնարավոր է փաստորեն այսքան։ Ամեն ինչ հնարավոր է։ Գրել Instagram-ով Հաուզերին աշխարհի ամենահայտնի թավջութակարներից մեկին, որտեղ ես ժամանակին Թուչելոսի մեծ ֆանատ եմ եղել 10 տարի առաջ շատ սիրում էի այն գործերը, որ իրենք ներկայացնում էին, հետո տարիներ հետո տեսնում եմ Բելային Երևանյան իմ լավ ընկերոջը Հաուզերի հետ նվագելիս ես իրականում հրճվանք էի ապրում ու մեծ ուրախություն ու ասում էի, «Պրիետ աղջիկը Երևանից կոնսերվատորիայից հասավ Դուբայ ու հասավ նրան, որ այսօր իր տեսանյութերը Հաուզերի հետ են Instagram-ում ու միլիոնավոր դիտումներ եք դուք հավաքում, ինչը որ էլ ավելի ուրախացնող է»։ Իսկ ոնց է աշխատանքային process-ը արդեն որպես երկու արտիստներ ինչպես եք աշխատում Իրականում համագործակցում։ շատ հեշտ է համագործակցությունը իր հետ։ Առաջին տեսահոլովակի մտահղացումը իմն է եղել։ Ինքը ինձ հարցրեց ինչ մեղեդի կուզես նվագել ու ես ասացի Իստորիա դե un amor ու ինքն էլ շատ հավանեց միտքը ու միասին ձայնագրում ենք առանձին ու հանդիպում ենք, երբ որ պետք է արդեն նկարահանենք տեսահոլովակը։ Այնպիսի տպավորություն էր, որ ես այդ մարդուն շատ երկար տարիներ ճանաչում եմ, որովհետև ինքը շատ համեստ մարդ է, շատ ու շատ բարի ու մենք միանգամից ընկերանում ենք, նկարում ենք մեր տեսահոլովակը ու մեզ մոտ շատ գեղեցիկ քիմիա է եթերից, այսինքն կամերայից Այո, անկոմ։ կադրում ակնհայտորեն։ Կադրում, այո, դրա համար ինձ թվում է բոլորը հավանել են մեր կատարումները միասին։ Հրաշալի։ Բելա, բայց մինչև այս շքեղությունը ու այս ամեն ինչը վստահ եմ, որ շատ երկար է եղել ճանապարհը։ Այ կուզեմ առանձին միայն հենց Դուբայի մասին մեզ պատմես, երբ ավարտվեցին արդեն հրավիրել համագործակցությունները ու դու որոշեցիր, որ վերջ ես մնում եմ այստեղ, պիտի ապրեմ Դուբայում ու իմ կարիերան ստեղծեմ այստեղ։ Դժվար ճանապարհ ես անցել, վստահ եմ, ինչերի հանդիպեցիր, ինչ փորձությունների, ինչ փորձառություն ունեցար այս ընթացքում։ Ես իրականում շատ ուրախ մարդ եմ ու փորձում եմ միշտ լավը ցույց տալ, երբեք ցույց չեմ տալիս, երբ որ իմ կյանքում ինչ որ անկումներ են լինում, բայց այդ ժամանակ, երբ որ ես նոր էի տեղափոխվել, դա COVID-ից առաջ էր ու այդ ամբողջ COVID-ի ընթացքում ես պետք է մնայի, գիտեք, չվերթներ չկային, որպեսզի հետ վերադառնայի Երևան ու միայնակ Դուբայում պետք է կարողանայի գոյատևել։ Բարիս բունի մաստով։ Պետք է կարողանայի գոյատևել ու փառք ինձ մոտ դա ստացվեց, դժվարությունները շատ էին այդ լացելու գիշերները եւ այդ օրերը, երբ որ մենակ ես օտար երկրում ու չունես բարեկամներ կամ ընկերներ կամ այն մարդիկ, ովքեր քեզ կարող են աջակցել ու օգնել, բայց ես շատ շնորհակալ եմ այդ պետությանը, ով իրոք շատ մեծ հոգ է տանում իրենց թե տուրիստների, թե ռեզիդենտների բոլորի մասին ու ես կարողացա մնալ մինչև երբ որ ամեն ինչ ավարտվեց, այդ քաոսը ավարտվեց ու արդեն ամեն ինչ իհարկե բաց էր, ամեն ինչ արդեն նորմալ էր, իր հունի մեջ էր ու այդտեղից սկսած իմ ոնց որ կարիերան սկսեց իր ծաղկումը ապրել, որովհետև խոսքից խոսք մեկը տեսավ իմ նվագը փոխանցեց իրենց ծանոթին ու այդպես իմ անունը ել ավելի մեծ տարածում ունեցավ Դուբայում։ Ոնց ցես ձեռք բերում կոմունիկացիան էր Դուբայում, որովհետև միևնույնն է, այս աշխարհում ամենակարևոր բաներից մեկը մարդու կապերն ու նետվորքն են, այսպես ասած, մարդիկ, որոնց հետ ծանոթանում էիր, ովքեր կապ ունեն երաժշտության հետ, երաժշտական պրոդյուսինգի հետ, ոնց էր այնտեղ։ Իրականում մեզ մոտ որակը երաժշտության շատ ավելի բարձր մակարդակի վրա է քան այնտեղ։ Ահա։ Եվ մենք ունենք շատ ավելի շատ տաղանդավոր արտիստներ, քան այնտեղ, որովհետև այնտեղ շատ տարբեր երկրներից են գալիս, ովքեր որ չունեն շատ լավ երաժշտական կրթություն, բայց իրենց աշխատանքը տրվում է ամեն դեպքում, փորձում են իրենց գտնել։ Բայց երբ որ դու տարբերվում ես այդ բոլոր մարդկանցից, ունես քո ոճը, բեմին, այսինքն իրականում բացի տաղանդից նաև արտաքին տեսքն են շատ կարևորում, երբ որ այդ ամեն ինչը համահունչ է լինում ու դու կարողանում ես այդ ամբողից մի փոքր ինչ տարբերվել, դու միանգամից աչքի ես ընկնում ու ինչպես դուք նշեցիք, դարձել եմ ամենապահանջված կանոնահարներից մեկը Դուբայում։ Ֆանտաստիկ է դա Բելա ուղղակի։ Խոսենք առաջին մենահամերգի մասին, որը տեղի կունենա Հայրենիքում Երևանում մայիսի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, վստահ եմ, որ սա շատ սպասված երեկո է քեզ համար։ Այ ինչ կպատմես այս մասին,
ու շատ հետաքրքիր են ինձ նաև հենց քո էմոցիաները այսօրվա հետ կապված, գիտեմ որ շատ երկար ես սպասել այսօրվան։ Շատ։ Գիտեմ որ Դուբայ գնալու կարևորագույն ենթակետերից մեկը մտքում ու հոգում եղել է հենց նաև հայրենիքում գնահատված լինելը, սիրված լինելն ու պահանջված լինելը։ Այսօր ունենք այնինչ ունենք, դու վերադարձել ես Հայաստան Արամ Խաչատրյան համերգասրահում որպես կանոնահարուհի մենահամերգ ունենալու։ Դա իմ մեծագույն երազանքներից մեկն է եղել, դեռ փոքրուց, երբ որ գնում էի համերգասրահ, դիտելու համերգներ եւ ելույթներ, միշտ մտքում անկյունում երազանք եմ ունեցել, որ Երանի օրերից մի օր ես էլ կարողանամ այս բեմից հանդես գալ ու Երանի մարդիկ ինձ ճանաչեն, Երանի մարդիկ ինձ սիրեն ու հիմա երբ որ քայլում եմ Երևանի փողոցներով ու արդեն մարդիկ ճանաչում են, մոտենում են, բարևում են, շատ հաճելի է, շատ չափից դուրս հպարտություն եմ զգում ու մենահամերգ ունենալ Երևանում դա մեծագույն պատիվ է, որովհետև ցանկացած երաժիշտ կուզի իր հայրենիքում, իր սիրելիների, իր հարազատների միջավայրում ունենալ մենահամերգ։ Արամ Խաչատրյան համերգասրահում։ Արամ Խաչատրյան համերգասրահում։ Այո։ Օրը ֆիքսեք մայիսի 17-ին ժամը 19:00-ին։ Ոնց եղավ որ մտածեցիր արդեն ժամանակն է պետք է գալ Երևան ու ունենալ մենահամերգ ու մարդկանց պատմել են ամեն ինչի մասին, ինչ միջով դու անցել ես տարիների ընթացքում։ Երբ որ արդեն ինձ ճանաչում էին Երևանում ու մարդիկ սիրում էին, ես շատ վաղուց էի ուզում այդ ամեն ինչ անել, բայց փոքր-ինչ խնդիրներ կային, որի շնորհիվ չէր ստացվում, որի պատճառով չէր ստացվում համերգը շատ ավելի շուտ կազմակերպել, բայց ամեն ինչ լինում է իր ճիշտ ժամանակին ու հիմա ճիշտ ժամանակն է եւ Երգի եւ Բարի ազգային կենտրոնի միջնորդությամբ մենք որոշեցինք անել իմ մենահամերգ Արամ Խաչատրյան համերգասրահում եւ ես լինելու եմ մենակատարը, բայց ինձ նվագակցելու է ազգային նվագարանների պետական նվագախումբը։ Վաու։ Հրաշալի երեկո է սպասվում վստահաբար բոլոր ներկաներին հետորով, էլա։ Իսկ Դուբայում աշխատելիս ու ստեղծագործելիս նվագելիս ինչ բարդություններ կան մտածողությունների երաժշտական տարբերության առումով, հա, նաև այնտեղ պիտի կարողանաս միախառնել հայկականության հետ արաբական երաժշտության մոտիվները, հաշվի առնելով շուկան, որտեղ դու աշխատում ես։ Ես փորձել եմ արդեն արաբական խաղերը հմտացնել, նաև ձեռք եմ բերել արաբական կանոն, որը իհարկե մեր հայկական կանոնից փոքր-ինչ տարբերվում է, եւ ձայնի առումով եւ այնտեղ տեխնիկական առումով, բայց ինձ մոտ արդեն ստացվել է դա կատարելագործել ու քանի որ նվագում եմ արաբական միջոցառումների ժամանակ ու պետք է կատարեմ արաբական մեղեդիներ, իհարկե մեր հայկական մեղեդիներից հետո նրանք շատ տարբեր են, իմ սրտի հոգում շատ օտար են հայկականից հետո, բայց շատ եմ ուրախանում, երբ որ առիթ եմ ունենում նվագել հայկական միջոցառումների ժամանակ եւ նվագել իմ հոգու, իմ սրտի երաժշտությունը։ Հրաշալի։ Որպես երաժիշտ ինչպիսի դժվարությունների ես զբաղվել առասարակ կյանքում, այստեղ արդեն միայն Դուբայի մասին չեմ հարցնում, ու ինչերի միջով ես անցել, որտեղ վստահ եմ որ մարդիկ հիմա քեզ դիտում են էկրանից այն կողմ, այնտեղ կան ապագա կանոնահարներ, կանոնահարուհիներ, որոնց համար քո պատմությունը կարող է լինել մեծ մոտիվացիայի աղբյուր։ Շատ լավ, երբեք չպետք է ընկճվել, որովհետև երբ որ նույնիսկ փոքր էի, շատ էին ընկճումները, երբ որ մարդիկ միշտ կողքից քեզ ասում են թե ինչ պետք է անես, ինչպես պետք է անես, երբեք մի լսեք ոչ մեկին, որովհետև ձեր սիրտը միշտ գիտի թե ձեզ ինչ է պետք։ Իմ ճանապարհին շատ խոչընդոտներ կային, երբ որ ուսանող տարիներին չէի կարողանում վարձը վճարել, ուսավարձը ու ամեն անգամ ես պետք է լիկվիդ ընկնեի, դրանից հետո նոր վերաքննություն հանձնեի եւ շարունակեի իմ ուսանողական տարիները, դրանք որպես երիտասարդ իհարկե ընկճում էին, բայց փառք Աստծո ամեն ինչ անցյալում է, ամեն ինչ հաղթահարելի է, այո։ Հրաշալի։ Եվ վերջում Բելա, գրանցել ես հրաշալի հաջողություններ, թե միջազգային ասպարեզում, թե հիմա արդեն Հայաստանում ունենալու ես քո մենահամերգը, հետաքրքիր է ինչ մտքեր ունես, ինչ պլաններ ունես, ուր է ստանում քո կարիերան միջազգային հարթակներում։ Ես արդեն եվրոպական մի քանի երկրներից հրավեր էի ստացել մենահամերգ ունենալու արդիվ, բայց իհարկե իմ հոգու խորքում ես մտածում եմ, որ առաջին մենահամերգը անպայման պետք է լինի իմ հայրենիքում։ Այո։ Առաջին մենահամերգից հետո արդեն կկազմակերպենք մնացած համերգային ծրագրերը արդեն արտերկրում, որտեղ որ իրականում բացի Հաուզերի հետ համագործակցությունից նաև մի քանի այլ առաջարկներ եմ ստացել տարբեր արտիստների կողմից, որոնք վերանայում եմ, ինձ թվում է շատ շուտով նաև նորություն ենք
ունենալու հանձնելու մեր հանդիսատեսներին։ 2025-ին ակտիվ ես լինելու փաստորեն ոնց հասկացա ունես լիքը անակնկալներ մարդկանց համար ովքեր հետևում են քեզ ու սպասում քո կատարումների։ Շնորհակալություն Բելլա քեզ վերեկայիններ, շնորհակալություն որ պատմեցիր քո գեղեցիկ պատմությունը։ Շնորհակալություն ինձ ունենալու համար ձեր տաղավարում։ Սիրով միշտ սպասում ենք քեզ ներսում նոր հաջողություններով, նոր համագործակցությունների մասին պատմելու, նոր երկրներ գրավելու արդիվ, բայց մենք քեզ այսքանով բաց չենք թողնի, որտեղ մենք փաստորեն ունենք շատ ամեն մեկի բախտը չի բերում Բելլա ջան ամեն դեպքում վայելել քո կատարումները կենթանի, այնպես որ ես քեզ պիտի խնդրեմ, որպեսզի մենք ու մեր հեռուստադիտողը հաղորդման վերջում կարողանանք վայելել քո գեղեցիկ կենթանի կատարումը։ Պայման մեծ սիրով։ Հիմա ես հայտարարում եմ կարճ դադար, որից հետո ինձ կմիանան Արևը ներսում խորագրի հյուրերը եւ ապա մենք կվայելենք Բելլա Պապիկյանի գեղեցիկ կատարումը։ Գնացինք։ Ya no estás más a mi lado, corazón. En el alma solo tengo soledad. Y si ya no puedo verte, porque Dios me hizo quererte para hacerme sufrir más. Siempre fuiste la razón de mi existir. Adorarte para mí fue religión. En tus besos sí encontraba el calor que me brindaba, el amor, la pasión. And I feel my heart beating. I feel my heart beneath my skin. I feel my heart beating. 'Cause you make me feel like I'm alive again. Alive again. 'Cause you make me feel like I'm alive again. Եթերում ներծարի գիշերային շոուն է, Արևը դուրս է եկել, ուրեմն գարուն է եւ ես հայտարարում եմ Արևը ներսում խորագիրը։ Մարդը քեզ ժպտաց, ուրեմն օրն արդեն լույս ունի։ Աշխատանքը մի քիչ օգնեցնող է, բայց ունես գործ, ունես տեղ, որտեղ պետք ես, ուրեմն ամեն բան կարգին է, տունը մութ չէ, այնտեղ դու ես լույսը։ Ու թող օրը սկսվի շուտ, համով սուրճդ թափվի ու քեզ չզայրացնի, ամեն ինչ անցողիկ է, բայց քո մեջ եղած այն լավ էներգիան միշտ պիտի մնա քեզ հետ։ Ու այդ լավը քեզնից է գալիս, ոչ թանկ բրենդից, ոչ էլ սելֆիի ճիշտ ռակուրսից, ու հայերս միշտ մի քիչ արևապաշտ են եղել։ Լավ ջերմություն սիրում ենք բոլորս, թե հոգով, թե մարմնով, բայց այդ արևապաշտությունը ժամանակի հետ թանկացավ, այնքան թանկացավ, որ սկսեցինք արևին մատով ցույց տալ, ասելով քո լույսով օգնիր, քո էլեկտրաէներգիան դուր մեզ։ Ու մարդիկ սկսեցին մտածել, հա, ինչի չդառնամ արևի մարդը, տանը տանիքի սոլար տեղադրեմ։ Ու սենց արևապաշտությունը փոխվեց արևահաշվապահության, այնպես որ հիմա երբ ասում ես ես արև եմ սիրում, միտքն արդեն հոգևոր չի, մի քիչ կոմունալ կա սրա մեջ, բայց դե էդ էլ իր մեջ լույս պարունակում է վստահաբար, ճիշտ եմ, չէ՞։ Ուրեմն եկեք ներս հրավիրենք Ինտալ Սոլար ընկերության համահիմնադիրներ Ռուբեն Հակոբյանին եւ Արա Ասլանյանին։ Պարոնայք, վաղուց չենք հանդիպել, ներս եկեք։ Aşkere d'inzanustan giume, Anura, siro carune, Anura che snaman sirune. La la la, la 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 la, la 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 la. Anura, siro carune, Anura che snaman sirune. Բարի երեկո, բարի գալուստ ներս, շատ ուրախ եմ ձեզ կրկին տեսնել ներսում, եւ մանավանդ որ նորից խոսելու ենք արևից ու դրական էներգիայից միայն։ Ուրեմն այսօր առաջարկում եմ սկսենք զրույցը պրոդուկտներից, հա, պրոդուկտներ, որոնք ունենք ու որոնք ներկայացնում ենք մարդկանց։ Մեծ սիրով ներսես ջան, մենք արևային համակարգ ասելով, հա, եկեք մի փոքր բացված կտանք, թե ինչ է իրանից ենթադրում դա։
Դա մի ամբողջ համակարգ է տարբեր բաղադրիչների, որի մեջ են արևային վահանակները, փոխակերպիչները, ալումինե կոնստրուկցիան, մալուխները, ապահովիչները եւ այլն եւ այլն։ Մենք ի սկզբանե սկզբունք ենք որդեգրել, որ քանի որ դա մի համակարգ է, մի օրգան համակարգ է, մեկը առանց մյուսի դժվար թե լավ աշխատի, հա։ Հետևաբար պետքա շատ ուշադիր լինես, որ բոլոր բաղադրիչները համապատասխան են թե միջազգային ստանդարտների, թե երկար տարիների փորձ ունեն։ Ուստի այդ նպատակով մեր առաջի տարին մենք անցկացրեցինք որոնումների մեջ վստահելի ընկերություն էինք փորձում փնտրեինք, որը երկար տարիների արդեն փորձ ուներ, մասնավորապես վահանակների մասով։ Այս պահին մենք հասել ենք դրան, որ պաշտոնական ներկայացուցիչն ենք Սանկետ ընկերության, որը արտադրում է արևային վահանակները։ Դա մեզ տալիս այն վստահությունը, որ մենք երկարատև պայմանագրային հարաբերություններ ունենք այդ գործարանի հետ, այդ ընկերության հետ, որը շատ խոշոր ընկերություն է եւ դրա շնորհիվ մենք կարողանում ենք այդ 30 տարվա երաշխիքը մասնարապես վահանակների մասով տալ։ Երկրորդ ամենակարևոր բաղադրիչը դա փոխակերպիչն է, ինվերտոր ասվածը։ Այդ փոխակերպիչը նույնպես ունի որոշակի ցիկլներ աշխատանքային եւ մասնավորապես Հայաստանի Հանրապետության տատանվող լարումների հետ մեկտեղ ինքը պետքա մի քիչ համապատասխանի մեր այս ցանցի պահանջներին եւ մենք ընտրել ենք Գրովատ ընկերությունը, որի նույնպես պաշտոնական ներկայացուցիչն ենք Հայաստանում, որպեսզի կարողանանք լայնացնենք մեր երաշխիքները եւ երկարատև, հա, ճանապարհ գնանք, Ավելի ապահով սպասարկում, ավելի ապահով սպասարկում, ավելի երկարատև եւ բոլոր բաղադրիչները լինեն հուսալի, իդեալականին մոտ, որտեղ մեր ռազմավարությունը դրա շուրջ է կառուցված, մենք երկար ճանապարհ պետք է անցնենք այս հայաստանյան արևային շուկայում։ Այ հիմա գանք ավելի կենցաղային հարցին հասնենք արևային շուկայի հայաստանյան, որտեվ ես բազմիցս եղել եմ ներկա խոսակցությունների, որտեղ մարդիկ քննարկում են, որ պիտի անցնեն արդեն արևային պանելներին, արևային էներգիան կուտակեն ու օգտագործեն, բայց այդ խոսակցության մեջ միշտ կա ֆինանսական հաշվարկը, չէ՞ որ հիմա ես կհավաքեմ ժամանակին կար խոսք որ կծախեմ պետությանը, հետո դա կարծեմ վերածվեց զրոյացման մակարդակի հասնում մայիսին ամենամ։ Մի խոսքով էս ամեն ինչը ոնց է կազմակերպվում, այն մարդիկ ովքեր ունեն իրենց տան արևային պանելներ, ինչա իրենց կյանքում փոխվում նաև ֆինանսական առումով։ Շատ լավ, փոխհաշվարկի մեխանիզմն է ըստ էության։ Տեսեք, ուրեմն սկսենք սկզբից, հա, արևային կայան ձեռք բերելու համար ինչ ծրագրեր կան եւ ինչ սուբսիդիավորումներ են գործում։ Ուրեմն պետական մակարդակով մենք ունենք սուբսիդիա, որը պետությունը սուբսիդավորում է բանկային տոկոսադրույքները եւ հաճախորդները գրեթե 0%-ով, հիմնականում 0%-ով, Երևանում մի փոքր, հա, բայց հիմնական բոլոր վայրերում 0%-ով ձեռքաբերում արևային կայան։ Այսինքն առաջի քայլը սկսվում է ֆինանսական լծակից։ Ամսական ձեր հոսանքի գումարը այն որ այնպես թե այնպես պետք է վճարեիք հոսանքի համար, ուղում եք վարկի մարմանը, որը անտոկոս վարկ է։ Կոպիտ ասած, մեկը պարտքով փող չի ավելանում։ Փող չի, որևէ փող քեզ ներդրում պետք չի, քեզ պետք է 2.5 միլիոն, 3 միլիոն, որ դու միանգամից մեծ փող ներդնես։ Դու ընդհանրապես դիմում ես Ital Solar, on-line հարթակի միջոցով ապառիկ հարցումը կատարվում է եւ հաճախորդը ունենում է կայան եւ ամսական սկսում է այն գումարը, օրինակ 20000 դրամ, որ հոսանքի համար էր վճարում, ուղղում է դա վարկի մարմանը, նույնիսկ ավելի քիչ։ Մեր հաշվարկներով, եթե միջին վիճակագրությունը վերցնենք 30-ից 40% քիչ, հաճախորդը սկսում է վճարել, քան նախկինում վճարում էր իր հոսանքի գումարի համար։ Մի քանի տարի հետո, երբ որ այդ վարկը դառնում է անվճար, արդեն հոսանքի փողել դու ոչ մի դեպքում չես վճարում։ Այսինքն այն պահից, երբ որ դու ձեռք ես բերում արևային կայան, եթե հաշվարկը ճիշտ եւ գրագետ է կատարվել, բախտդ բացվում։ հա, բախտդ այդ առումով լավացվում է, դու սկսում ես դադարել վճարել հոսանքի համար։ Ոչ կա մարդիկ, եթե վերջացրեցին ֆիքս գումարը վճարել առանց տոկոս, դրանից հետո իրենց կյանքում հոսանքը անվճար է։ Մի կարևոր առանձնահատկություն Ital Solar-ը 30 տարվա երաշխիք է տրամադրում ամբողջ կայանի բաղադրիչներին, այսինքն համակարգին։ Կլինի դա փոխակերպիչ, կլինի դա վահանակ, կլինի մալուխ, կոնստրուկցիա եւ այլն եւ այլն եւ այլն։ Մեծ հաշվով հաճախորդին պետքա վերջնարդյունքը, արտադրանքը, այսինքն արտադրում է կայանը հոսանք, դադարում է մարդը վճարել հոսանքի համար գումար։
եւ այդ ամեն ինչը թե սպասարկումը, թե on-line մոնիտորինգը 24 ժամյա ռեժիմով եւ այլն իրականացնում ենք մենք անվճար 30 տարի շարունակ։ Ֆանտաստիկ է։ Ուղղակի շատ լուրջ թիվ է երաշխավորության Այո, մենք բախվել ենք այդ խնդրին, ի սկզբանե որ մենք 30 տարին հայտարարել ենք շատ եւ շատ այսպես կասկածելի, հա, ինչ որ հարցեր առաջացել, որ բա ոնց է կանելու այդ 30 տարին եւ այլն։ Ճիշտ է, այլ ընտրանքները ենթադրենք 20-25 տարիներ այդ պահին։ 8 տարից սկսած կան շուկայում, ես ինքս ուսումնասիրել եմ 8 շուկան։ տարվանից սկսած մինչև 30 տարբեր առաջարկներ կան։ Հաջորդ փուլը կայանը տեղադրեցիր, այդ ձեր նշված հարցն է, փոխհաշվարկի մեխանիզմը ինչ գումարես, ինչքան է արտադրել, ինչքան է կուտակել։ Որպեսզի հեշտ ասեմ, եկեք 100-ը վերցնենք որպես միավոր, պայմանական վերցնենք ինչ որ մայիս ամիս օրինակ։ Մայիս ամսին հաճախորդի կայանը արտադրել է 100 միավոր հոսանք։ Սակայն օրինակի համար հաճախորդը չի հասցրել այդ 100-ը սպառի։ Սպառել է օրինակ 80 միավորը։ Այսինքն ինքը ունի կուտակած 20 միավոր։ Այդ 20 միավորը փոխանցվում է հաջորդ ամիս, մայիսից գնում է դեպի հունիս։ Եվ նույն կերպ վերլուծվում է հունիս ամիսը։ Այսինքն հունիս ամսին կունենա ավելցուկ թե պակասորդ, ընդեղ էլ ունի 20 միավոր կուտակած, եւ այդ 20 միավորը օգնում է, այսինքն ներկայիս հաշվարկային մեխանիզմով հետեւյալ սկզբունքն է, ամռան ամիսներին գարունից եւ ամառվանից սկսած արևային կայանը միշտ ավելցուկով աշխատում է, ավելցուկ արտադրանք ունենում եւ դու sense պլյուսներով Ձմեռվա ամիսներին այդ հավաքածը ձմեռվա ամիսներին այդ կուտակած քո ամռան ամիսների կուտակումը սկսում ես ձմեռը սպառել։ Ամենայն դեպս այս պահին կարգավորումներ այդպես։ Եվ եթե դու շատ ունես կուտակումներ, դրանք զրոյանում են մայիսին, ամեն տարի մայիսին։ Այո, այդ կերպով գնում ենք հասնում ենք մայիս եւ մայիսից մայիս տեսնում ենք ամեն ամսվա կուտակում եւ սպառում ինչ սալդոներ կա, տարբերություններ կան եւ ի վերջո մայիսի ամփոփմամբ, եթե դու եւս ունես ավելցուկ, այսինքն այդ տարվա ցիկլի մեջ չես կարողացել սպառել, այդ ավելցուկը քեզանից գնում են։ Քեզին գումար։ Դա չի զրոյանում։ Չի զրոյանում։ Դու վաճառում ես մայիսին։ Դու վաճառում ես, ճիշտ է, ես այտենց 17-18 դրամով են հաշվարկը կատարում, սպառումդ դու իրականացնում ես 53 դրամով, բայց ավելցուկդ դու վաճառում ես շատ բավական 17-18 դրամով, բայց ամեն դեպքում նույնիսկ այդ ավելցուկը չի կորում։ Հա, որ հասկանալի է, որտեվ քեզ 1 տարի ժամանակ էր տրված, որ դու այդ ավելցուկդ մնացյալ 11-12 ամիսների մեջ սպառես իրացնես եւ ամեն ամիս հաճախորդը ստանում է հաշվետվություն, թե ինքը ունի ավելցուկ չունի, այսինքն սպառողի վարկագիծը կարա ըստ դրա նաեւ փոփոխվի։ Եթե մարդ տեսնում է, որ ապրիլի օրինակ 1-ին ինքը իր նախորդ ընդհանուր ամիսների հանրագումարով ունի ինչ որ միավոր ավելցուկ, դա կարա իր ապրիլին լավաշի փուռա բացում։ Հա, ինչ որ մի բան անում է, սկսում է այդ ավելցուկը ակտիվ սպառել, օգտագործել, որտեվ ձեռատալի սպառել, քան վաճառել։ Սպառում ես դու օգտվում ես 53 դրամ սակագնից, չես վճարում, վաճառում ես 17-18-ով։ Շահես ունենում 17 դրամ։ Այո, դրա համար ի սկզբանե Որը արևային էլի պլյուս է, բայց որը պալյուբոմ պլյուս է, այո, ամեն դեպքում ունես պլյուս։ Առավելությունը, բայց ի սկզբանե նաև շատ կարևոր է, թե դու կայանը տեղադրելիս ինչ հաշվարկներ ես կատարել։ Մենք հիմնականում վերցնում ենք հաճախորդի նախորդ 2 տարվա փորձը, հստակ տեսնում ենք հաշիվները, վճարումների անալիտիկա ենք իրականացնում, որպեսզի ըստ այդ իր սպառման ծավալի ճիշտ գրագետ կայան առաջարկենք, որ այնպեսի չլինի, որ այնպես չստացվի, որ ինքը միշտ ավելցուկ է ունենում եւ այդ ավելցուկը 17 դրամով է վաճառում։ Եվ ինձ նաև շատ հետաքրքիր է այս ամեն ինչի գործընթացը, հա, որտեղ զրույցի ընթացքում արդեն նշեցինք, որ on-line տարբերակով կարող են դիմել ու ստանալ պատասխանը։ Առհասարակ այս process-ը, եթե հաշվենք շատ մոտավորապես, առանց շատ բարդ խնդիրների, այն ամենասովորական հարցերը, որ ձեզ հանդիպում են։ Ինչքան է տևում այս process-ը, ոնց է արվում այս ամենը։ 3 րոպե կարծում եմ։ Հարցման ընթացքը շատ կարճ։ Հաճախորդ ուղարկում է իր փաստաթղթերը, ամեն ինչ on-line արվում, գալ գնալ պետք չի։ Մեզ մոտ ամենայն դեպս այդպես է, Ital Solar-ը դա կազմակերպում է սաղ on-line։ Հաճախորդ ուղարկում է փաստաթղթերը, մենք հարցումը on-line կատարում ենք, որից հետո մենք հաստատման դեպքում պայմանագիրը վարորդի հետ ուղարկում ենք հաճախորդի մոտ, հաճախորդը տանը նստած ստորագրում է եւ հաշված օրերի ընթացքում ունենում է տեղադրված այդ կայանը, այո։ Շատ լավ։ Ինձ նաև հետաքրքիր է
խոսեցինք տեխնիկական հագեցվածության մասին, թե ինչ կոնկրետ կարևոր սարքեր կան, որոնք կիրառվում են հենց Ideal Solar-ի մեթոդիկայում, բայց սա շատ արագ զարգացող շուկա է ամեն դեպքում։ Չգիտեմ, դուք արդեն աչքի տակ ունեք ինչ-որ նոր բաներ, որ մտածում եք, այս նորամուծությունն էլ պետք է բերել Հայաստան, թե մենք հիմա ունենք full հագեցվածություն, լավագույն տեխնիկայով Վերջին նորությունները մեր մոտ բետրիների մասնախոսքը, բետրիներ ունենք, որոնք որ այդ կուտակիչներն են, այսինքն անջատում ենք լրիվ հոսանքի անջատումներից, լրիվ ազատ համակարգ է, ինքը աշխատում է փակ ցիկլով, ինքը Այս լավագույն բանն է, որ հոսանքի անջատում ներսես ջան, իրականում չեք ունենում, որովհետև ինքը շատ է հեշտացնում մարդկանց կյանքը։ Հիմա այս պահին մեծ փորձ ունենք արդեն, չգիտեմ, հեռախոսի մեջ սենց գալիս է հավելված է, փուշը գալիս է, հաճախ տեսնում է չունի հարևանների մոտ լույս չկա։ Ու իր մոտ լույս կա ու ինքը կուտակվում է եւ 2.5 կիլովատից մինչեւ 5 կիլովատ եւ ավել ունենք։ Այս բանը այդ մեր նոր պրոդուկտներից է, իդեպ շուկայում բավականին լավ արժեքով ենք ներկայացնում եւ դա էլ է սուբսիդավորվում։ Օրինակ սովորական բնակարանի համար էլ 80 քառակուսի մետրանոց բնակարան ունեմ, օգտագործում։ Եթե ժամից է կախված, ներսես ջան, տեսեք ոնց է կատարվում։ Երբ որ հաճախորդը օրինակ բետրի է դնում ու կոնդիցիոները միացնում է, սաղ սկսում է միացնել, մեր հայերի մոտ մի քիչ բան կա, խնդիր կա, երբ որ արևային են դնում, տան հոսանքը էլ չեն անջատում։ Այսինքն հակառակը մի քիչ էլ պետք է խնայեն, որովհետև ի սկզբանե հավաքվել ենք խնայելու համար, երբ որ անցնում են բետրիների, մարդիկ տեղադրում են իրենց համակարգի հետ միասին եւ նաեւ էլի ինչպես Ռուբենը ասաց, ամսական վճարման համակարգ են անում, ազատվում են հոսանքի անջատումներից տոտալ, այսինքն տունը ինչ են միացնում օրինակ անձրևա փոթորիկա դուրս իրանք լրիվ անջատվում են թե կոնդիցիոները, խալատելնիկա, TV-ը, այսինքն մարդիկ ինչ որ տեխնիկա ունեն տան մեջ եւ նաեւ այդ լարումների հետ կապված նաեւ ներկայացրեց Ռուբենը, այդ լարումներն էլ մի խնդիր են ժամանակի ընթացքում եղել։ Հիմա այս բային հեծը, էլեկտրոցանցը բավականին մեծ ներդրումներ արել, որը շատ ուրախալի է, նորարարական ավելի մոտեցում է ներկայացնում եւ մեծ ներդրումներ են արել, զգացվում է, դա ակնհայտ է, փոխում են լարերը, նորոգում են, այսինքն եթե նկատել եք, թե Երևանում, թե Երևանից դուրս մարզերում մեծ փոփոխություններ են արել, այդ լարումները բավականին մեծ խնդիր էր, այսօր ահագին փոփոխություն կա եւ նաեւ այդ փոփոխություններից բացի մեր երկրում մեր հենց Ideal Solar-ի մասին եթե խոսենք, մենք նաեւ հետևում ենք այդ նորարարական ճկվող պանելների մասին, կարող ենք խոսել, ուղղակի մեր մոտ Հայաստանում մեր հաճախորդները, այսինքն սենց ասեմ, ներսես ջան, ասում են, բայց ճկվող պանելներից չունեք, բայց հաճախորդը այդքան տեխնիկապես ուսումնասիրած չի, որ հասկանա, որ ճկվող պանելը ինքը այդքան բարձր OGG չունի, ինքը այդքան արտադրողականություն չի կարող ապահովել։ Դեռ տեխնոլոգիան այդքան չի զարգացել։ Մի քանի տարիներ հետո արդեն դա էլ կակտիվանա, ավելի գերհզոր կլինի, այսինքն ավելի լավ արտադրություն կտա։ Ի վերջո, վերջապես բոլորը կանցնեն արևային էներգիայի, որովհետև քանի արևը կա, պետք է օգտվեն։ Վստահ եմ, որ դա անխուսափելի է։ Շնորհակալ եմ ձեզ, որ կրկին երակներցում ու էլի համբերատար պատասխանեցիք իմ հարցերին։ Կհանդիպենք մյուս 5 շաբթի։ Սիրով, մերսի շատ։ Շնորհակալություն ևս մեկ անգամ։ Ներսում արևի մարդիկ էին, մենք ձեզ նորից պատմեցինք արևի էներգիայի մասին, իսկ հիմա խոստացված երաժշտական հատվածն է մեզ սպասվում։ Շնորհակալություն նաև B&M կոնյակին, մինչ նոր հանդիպում սիրելի հեռուստադիտողներ, ես հրաժեշտ եմ ձեզ տալիս, իսկ դուք վայելեք Բելլա Պապիկյանի Քանոնի գեղեցիկ հնչյունները։ Բարի գիշեր։ Աչքերը անվերջ կանչում են, աչքերը ինձ անուշ տանջում են,